Ինչպիսի միրգ բանջարեղեն ենք օգտագործում, որքանով են դրանք անվտանգ, այս մասին կզրուցենք Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերջերս մի շարք նյութեր տարածվեցին օգտագործվող միրգ բանջարեղենի ոչ օգտակար լինելու մասին։ Կարծեմ ձեր կենտրոնը այդ հետազոտությունը արել, ի վերջո ինչ եք պարզել։ Նախ ասեմ, որ ոչ թե հետազոտությունը մենք ենք իրականացրել, այլ իրականացրել են անվտանգ սնունդ կայքի լրագրողները, մենք պարզապես օգնել ենք ռիսկի գնահատման եւ հաշվարկ անելու աշխատանքներում, բայց այնուամենայնիվ շատ կարևոր թեմա է ընդհանրապես միրգը եւ բանջարեղենը, եւ կուզեմ, որ ճիշտ տերմիններով, ճիշտ տեղեկատվություն փոխանցենք մեր հանրությանը, որպեսզի վուսափենք, ոչ պատշաճ հաղորդակցումից, ինչու, որովհետեւ մեզ ոչ պետք է խոճապ, որ մարդիկ սկսեն վախենալ, ոչ էլ ավելորդ ինքնավստահություն, որպեսզի մարդիկ, չգիտեմ, մեծ քանակներով սկսեն միրգ եւ բանջարեղեն օգտագործել։ Նախ ուզում եմ խոսքը սկսել մի շատ կարևոր խնդրից։ Մենք իրականացնում ենք մի նոր ծրագիր, որը կոչվում է սննդամթերքի ռիսկի եւ օգուտի գնահատում։ Սա շատ կարևոր է, քանի որ ցանկացած սննդամթերք, հատկապես միրգը բանջարեղենը, պարունակում են ինչպես օգտակար տարրեր, այնպես էլ վնասակար տարրեր։ Եթե դուք գնաք եւ հարցնեք սննդագետներին, ճիշտ է արդյոք, որ այդ թունաքիմիկատները, որոնք բացահայտվել են վնասակար են առողջության համար, անպայման այս մասնագետները կնշեն բազմաթիվ առողջական խնդիրներ։ Կասեն, որ հատկապես նրանք նեյրոտոքսիկ ազդեցություն ունեն, նրանք կարող են առաջացնել երկարաժամկետ խնդիրներ, որոշ թունաքիմիկատներ անգամ քաղցկեղածին ազդեցություն ունեն։ Եթե դուք գնաք եւ հարցնեք սննդաբանի, ճիշտ է արդյոք, որ միրգը բանջարեղենը պարունակում է շատ օգտակար նյութեր, վիտամիններ, հանքային տարրեր, լուծվող բջջանյութ, անպայման նրանք կպատասխանեն, որ այո, դա եւս ճիշտ է։ Եվ արդյունքում մարդը, սովորական քաղաքացին, ինչ պետք է հասկանա, մի մասնագետը կասի ասում է, որ նրանք վնասակար տարրեր են պարունակում, մյուսը ասում է օգտակար տարրեր են պարունակում, արդյունքում չի կարողանա կողմնորոշվել, եւ հենց դրա համար մենք որոշեցինք դիմել մի շատ հետաքրքիր ծրագրի, որը կոչվում է սննդամթերքի ռիսկի եւ օգուտի գնահատում, որովհետեւ ցանկացած սննդամթերք, իհարկե կան սննդամթերքներ, որտեղ օրինակ կարող է վնասակար բաղադրիչը ավելի շատ լինել կամ հակառակը։ Օրինակ միրգը եւ բանջարեղենը շատ լավ դեպք է, որովհետեւ մի կողմից ունենք շատ կարևոր խումբ։ Սա ուզում եմ, որպեսզի այսպես մի գծի նման, ամբողջ հաղորդման ընթացքում հնչի, որովհետև միրգը եւ բանջարեղենը մարդու սննդակարգում պետք է ներառված լինեն ամեն օր։ Սա շատ կարևոր հարց է։ Ավելին ասեմ, նյութի հետ կապված դե պարզ է մեկնաբանությունները, որ կարդում ես, անդադ հասկանում ես, որ մարդիկ նաև սպառողները հոգնել են երկար նյութերից, եւ կարդալուց, եւ նայելուց։ Հետևապես կարդում են վերնագիրը եւ առաջի մի քանի բառը։ Եվ գոլեգաներիցս մեկը օրինակ շատ հետաքրքիր հարցադրում էր արել, ով է նայել օրինակ ֆիլմի այն հատվածը, որտեղ հեղինակները այսպիսի միտք են հայտնում, մեծ մասը չէր էլ հասել անգամ այդ մտքին։ Դրա համար ձեր հաղորդման սկզբում կուզեմ խոսել, որպեսզի մարդիկ լսեն։ Չենք կարող մեր սննդակարգից հեռացնել միրգը եւ բանջարեղենը, որովհետև նրանք շատ կարևոր եւ շատ օգտակար խումբ են, ավելին ասեմ, տեսեք, կա հիվանդությունների բեռ եւ օրինակ առանձին մենք գնահատում ենք մրգի սպառումը, առանձին ուսումնասիրում ենք բանջարեղենի սպառումը։ Եվ ինչու եմ սա շեշտում, որովհետև մի շարք մարդիկ, սպառողներ Հայաստանում կարծում են, որ օրինակ միրգը կարող է սննդակարգում ամեն օր ներառված չլինել։ Իրենք կարծում են, թե շաբաթական 2-3 անգամ միրգ են օգտագործում, դա բավարար քանակություն է։ Հիմա ուզում եմ ձեր տեսախցիկների առջև հայտարարել, որ այդպես չէ։ Եվ միրգը, եւ բանջարեղենը մարդու սննդակարգում պետք է լինեն ամեն օր։ Մենք իհարկե ունենք առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորվող քանակներ, երբ ասվում է, որ 5 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն մարդը պետք է օգտագործի, եւ եթե չափաբաժինը ընդունում ենք 80 գրամ, ապա 400 գրամ մրգի եւ բանջարեղենի սպառման մասին է խոսքը։ Հիմա հասկանանք որն էր լրագրողական խմբի կողմից բարձրաձայնված խնդիրը եւ ինչ բացահայտումներ արվեցին այս ընթացքում, քանի որ ես անմիջական մասնակցություն եմ ունեցել նաեւ ռիսկի գնահատման աշխատանքներին, իհարկե գործընկերներս են մեծ մասը արել, որովհետեւ ունեինք շատ կարճ ժամանակ, իսկ դուք կարծում եմ Անիջան գիտեք, որ լրագրողները ստիպում են գիտնականներին աշխատել արագ, ինտենսիվ ռեժիմով, որովհետեւ գիտնականները սովոր են հետազոտություն անել ավելի դանդաղ, մանրամասն, մի քանի անգամ ստուգելով, իսկ գիտեք լրագրողները
միշտ շտապում են, քանի որ նյութը արագ պատրաստելու խնդիր կա եւ իհարկե գործընկերներիս հետ ես եւս աշխատել եմ։ Նայեք մեր մոտ ինչ խնդիրներ կան։ ՍԱՏՄ-ի կողմից իրականացվել էր մրգի եւ բանջարեղենի մոնիթորինգ, որի ընթացքում հայտնաբերվել էին բազմաթիվ թունաքիմիկատներ եւ նաեւ այդ թունաքիմիկատների քանակը գերազանցող դեպքեր։ Սա շատ կարևոր խնդիր էր եւ որոշակի թունաքիմիկատներ, որոնք որ հայտնաբերվել էին ՍԱՏՄ-ի մոնիտորինգի արդյունքում, նաեւ տարբեր երկրներում արգելված են։ Սա էլ է շատ կարևոր։ Օրինակ Եվրոպական միությունը վաղուց արգելել է օրինակ քլորպիրիֆոս տեսակի թունաքիմիկատը, որը որ մասսայական հայտնաբերվել էր հայկական մրգում եւ բանջարեղենում։ Այսինքն սա եւս շատ կարևոր խնդիր է, որ 21-րդ դարում որևէ երկիր չի կարող անվտանգ բան արգելել, քանի որ սա բիզնես շահ է եւ ընդհանրապես նմանատիպ սահմանափակումներ երկրները անելու համար պետք է հստակ, պատշաճ, բավարար գիտական հենքեր ունենան։ Եվ այս հետազոտության ժամանակ մենք բացահայտեցինք, որ Հայաստանի Հանրապետությունում հատկապես ամառային ամիսներին մենք ունենք մի շարք սպառողներ, որոնք միրգը եւ բանջարեղենը օգտագործում են առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորող քանակներից բազմաթիվ անգամ ավել։ Դա պայմանավորված է հատկապես օրինակ ձմերուկի մեծ չափաբաժիններով օգտագործման հետ, խաղողի մեծ չափաբաժիններով։ Կարծում եմ բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հայերի սննդակարգը ամռանը փոխվում է, բոլորը սկսում ենք օգտագործել լոլիկ, վարունգ, ծիրանի սեզոնին ծիրան, կեռասի սեզոնին կեռաս, եւ երբ արդեն սեզոնային միրգը եւ բանջարեղենը հասունանում է, մենք սկսում ենք լիուլի օգտագործել միրգ եւ բանջարեղեն։ Արդյոք դա լավ է, հիմա նորից եմ հայտարարում, այո, միրգը եւ բանջարեղեն օգտագործելը շատ լավ է, բայց այդ միրգը եւ բանջարեղենը պետք է լինի պատշաճ վերահսկված, որպեսզի թունաքիմիկատների քանակությունները չկարողանան առաջացնել հանրային առողջապահական խնդիրներ։ Այսինքն ոչ թե միրգն ու բանջարեղենն է վատը, ոչ, միրգը եւ բանջարեղենը շատ օգտակար են, պարունակում են մեր օրգանիզմի համար բազմաթիվ օգտակար նյութեր, վիտամիններ, բջջանյութ, որոնք նաեւ ապացուցված է, որ բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման գործընթացում, այդ թվում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կանխարգելման գործընթացում ունեն կարևոր դեր եւ նշանակություն, հետեւապես մենք պետք է գնահատենք բոլոր ռիսկերը, որպեսզի մարդկանց կարողանանք ճիշտ հաղորդագրություն փոխանցել, իհարկե ոչ միայն սպառողներին, այլ նաև պատկան մարմիններին, եւ այս հետազոտությունը ուներ 3 կարևոր առանձնահատկություն։ Առանձնահատկություն համար 1-ը դա սպառողներին ուղղող մեսիջն է, հաղորդագրությունը, որը որ պետք է տանք, որ այո, միրգը եւ բանջարեղենը շատ օգտակար է, բայց Հայաստանի Հանրապետությունում մեծ քանակներով օգտագործելու դեպքում կարող եք ունենալ հանրային առողջապահական խնդիրներ։ Բայց այստեղ եւս ունենք շատ կարևոր առանձնահատկություն, որ նկատել էինք հետազոտության ժամանակ, որ մեծ չափաբաժիններով հայերը օգտագործում են, օրինակ ձմերուկը, օրինակ խաղողը, մնացած մրգերի եւ բանջարեղենի սպառման հաճախականության եւ չափաքանակների հետ կապված այդքան խնդիրներ մենք չունենք։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ հայերը չեն սիրում մի դիլիմ ընդամենը ձմերուկ օգտագործել, սիրում են մի 3-4 հոգով կամ 5 հոգով մի մեծ ձմերուկը կտրել եւ բոլորով ուտել այդ ձմերուկը։ Կարելի է դա անել թե ոչ, նորից եմ կրկնում, ամենակարևոր հանգամանքը նախ շատ մեծ քանակներով ընդհանրապես մենք չենք խորհուրդ տալիս մթերք օգտագործել, որովհետև մարդը պետք է ունենա բազմազան եւ բազմազանեցված սննդակարգ, որպեսզի նախ սննդի բոլոր խմբերին ունենա հասանելիություն եւ միրգը եւ բանջարեղենը լինելով շատ օգտակար, դարձյալ մարդկանց խորհուրդ ենք տալիս եւ երաշխավորում ենք օգտագործել բավարար քանակներով, բայց այնուամենայնիվ հատկապես Հայաստանում, երբ մրգի եւ բանջարեղենի պետական վերահսկողությունը շատ ցածր մակարդակի վրա է, ոչ մի մթերք անկախ նրանից միրգ է, բանջարեղեն է, մեծ քանակներով չօգտագործել։ Ես դες կարող եմ տարօրինակ թվեր ասել, օրինակ մենք մարդիկ ունենք ամռանը մոտ 2-3 ամիս ամեն օր օգտագործում են 1 կիլոգրամ ձմերուկ, ամեն օր։ Դա ընդամենը, ճիշտ ասած ինձ վերջերս նկատողություն էին արել դիլիմ բառը օգտագործելու համար, բայց մենք հիմնականում մեր հարցումները անում ենք մարդկանց ծանոթ բառերով, գրել էին, որ օգտագործի շերտ բառը, չեմ կարծում, որ շերտ բառը շատերին ծանոթ կլինի, բայց գրել էին, որ թուրքական ծագման բառ է եւ խորհուրդ էին տվել ինձ չօգտագործել այդ բառը, ես էլ օգտվում եմ առիթից, ձեր եթերում օգտագործում եմ շերտ բառը, բայց ամեն դեպքում աշխատենք բոլորս պահպանել
չափաքանակները օրական, որպեսզի ստանանք բոլոր օգտակար նյութերը եւ չվնասենք մեր առողջությունը։ Ձմերուկից եք խոսում, տարին 12 ամիս Հայաստանում ձմերուկ են վաճառում։ Դա ինչ է նշանակում։ Օգտակար է օրինակ դեկտեմբերի 30-ին ձմերուկ ուտելը։ Տեսեք, դարձյալ եթե գալիս ենք օգտակարությանը եւ վնասակարությանը, առանց սպառման հաճախականությունը հաշվի առնելու հնարավոր չի իրականացնել ռիսկի եւ օգուտի գնահատում, ինչու որովհետեւ հիշում եք, հա, այն շատ կարևոր առակը, որ ասում է գնա վերաշխարհի ամենալավ բանը լեզու է բերում, հետո ասում է դե գնա վերաշխարհի ամենավատ բանը դարձյալ լեզու է բերում։ Հիմա տեսեք, այսքան խոսեցինք, որ սննդամթերքը կարող է պարունակել եւ օգտակար եւ վնասակար նյութեր։ Դա շատ կարևոր է, բայց հաշվի առնելով, որ օրինակ նույն երաշխավորվող քանակների հետ կապված, հա, մի հետաքրքիր պատկեր բերեմ։ Մեր ազգաբնակչությունը, օրինակ հունիսից մինչև հոկտեմբերի 15 ընկած ժամանակահատվածը ճնշող մեծամասնությունը օրական երաշխավորվող քանակներից շատ միրգ եւ բանջարեղեն է օգտագործում։ Եվ դրան հակառակ նոյեմբերի 15-ից մինչև ապրիլի 15 ընկած ժամանակահատվածը եւ միրգը եւ բանջարեղենը օգտագործում է օրական երաշխավորվող քանակներից քիչ։ Այսինքն մենք ունենք մրգի եւ բանջարեղենի սեզոնայնությամբ պայմանավորված, հա, այսպիսի կտրուկ տատանումներ։ Մարդիկ հաճախ, օրինակ, ես հետևում եմ նաեւ, հա, եթերներից հետո մարդկանց մեկնաբանություններին գրում են, որ մենք չենք ուզում ջերմոցային, օրինակ, բույսեր օգտագործել, բայց հարգելիներս հավատացեք ինձ, նախ եթե անդրադառնանք մրգերին, ապա բոլորս շատ լավ գիտենք, որ բոլորի սեղաններին ձմռանը բնականաբար գերակշռում են ցիտրուսային մրգերը։ Եթե ամռանը մենք օգտագործում ենք ծիրան, օգտագործում ենք կեռաս, դեղց, խաղող, ապա ձմռանը բնականաբար անգամ մեր սեղաններին, հա, լինում է խնձոր, բանան, հիմնականում թուրինջ կամ նարինջ եւ կիվի։ Եթե նռի եւ հա այդ սեզոնն է, եթե արդեն կա, դեռ նոր, հա, շուկայում հայտնվում են առաջին նռը նորմալ գներով, բնականաբար ամռանը, չգիտեմ, աստղաբաշխական գներով եւս կար։ Սրանք շատ կարևոր են, որովհետեւ մենք նույն բանջարեղենի հետ կապված, երբ ասում են շատ թանկ է, միշտ չէ որ մենք ստիպված պետք է գնենք թանկը, չէ որ ձմռանը եւս կա կաղամբ, կա գազար։ Այսինքն երբ ասում ենք մարդկանց, որ կարևոր է միրգը, բանջարեղենը պահպանել եւ մի օրինակ բերեմ, բնականը գիտեք, հա, մանկապարտեզները օրինակ պահանջ ունեն միրգ եւ բանջարեղեն երեխաներին տալու։ Ոչ մի մանկապարտեզ այդքան մեծ ֆինանսական ռեսուրսներ չունի բնականն է, որ, չգիտեմ, լոլիկ տա երեխաներին կամ չգիտեմ, թանկ բանջարեղեն տա, բնական է մանկապարտեզները եւս, չգիտեմ, կանաչեղեն են օգտագործում, բազուկ են օգտագործում, կաղամբ են օգտագործում, հետեւապես շատ կարևոր է լինել իրազեկված եւ հասկանալ, որ եթե մենք ձմռանը եւ ամռանը համաչափ պահպանում ենք մրգի եւ բանջարեղենի սպառումը, օգտվում ենք օգուտներից եւ հնարավորինս նվազեցնում ենք ռիսկերը, որովհետեւ ձեր կողմից նշված այդ սեզոնից դուրս ներկրվող ապրանքները շատ թանկ են։ Վնասակարության առումով տեսեք, մենք լաբորատոր փորձաքննության ենք ենթարկել նաեւ ներկրվող միրգը եւ բանջարեղենը եւ ի զարմանս ինձ, դա իհարկե ես շատ մեծ ցավով եմ ասում, օրինակ ավելի շատ խախտումներ հայտնաբերել ենք օրինակ հենց մեր տեղական արտադրանքում, ես հիմնականում դրա համար աշխատում եմ չբարձրաձայնել այս խնդիրը, որովհետև տարբեր արտադրողներ, բնական է հատկապես այն արտադրողները, որոնք խոշոր են, արտահանման նախադրյալներ ունեն, հա, եւ նաեւ այլ խնդիր կա, որ ներկրվող ապրանքը այնուամենայնիվ ավելի շատ է լաբորատոր փորձաքննության ենթարկվում, որ իսկ տեղական ապրանքը գիտեք, շատ հաճախ նաեւ շուկայահանվում է առանց որևէ լաբորատոր փորձաքննության, ասել որ խնդիրներ չկան սուտ է, բայց նորից եմ կրկնում, մենք ունենք խնդիրներ նաև մեր տեղական շուկայում, ավելին մենք մեր տեղական ավելի մեծ քանակներով ենք օգտագործում, հետևաբար ռիսկերը ավելի բարձր են, իսկ մեր հարցվողները, մեր հետազոտության մասնակիցները միշտ նշում են, որ ոչ սեզոնին բնականաբար եւ միրգը եւ բանջարեղենը իրենք շատ ավելի պակաս հաճախականությամբ են օգտագործում։ Հիմա ենթադրենք ձմերուկ է, որի 1 կիլոգրամը վաճառվում է 500 դրամ կամ չգիտեմ 450 դրամ, բնականաբար ոչ մեկ ամառվա 120 կամ 150 դրամի նման չի կարող գնալ եւ իրեն թույլ տալ հա մեծ քանակներով ձմերուկ օգտագործել եւ հատկապես նորից եմ ասում մրգերի եւ բանջարեղենի առումով մենք արդեն նշեցի որ կարևոր խնդիր ունենք ձմռանը նորմայից պակաս ենք օգտագործում ամռանը նորմայից ավել արդյունքում
Ձմռանը օգտակարը նորմայից քիչ ենք ստանում, ամռանը վնասակարը նորմայից շատ ենք ստանում։ Դրա համար կա լուծում, եւ այդ լուծումը ձմռանը ավելացնել մրգի եւ բանջարեղենի քանակը, իսկ ամռանը օգտագործել երաշխավորվող քանակներին համապատասխան։ Որ շրջանի գյուղատնտեսներն ավելի շատ խախտումներ կատարում, այսինքն որտեղի միրգն ու բանջարեղենն ավելի շատ վտանգավոր եւ թունաքիմիկատներ պարունակող։ Տեսեք, այս առումով պետք է ասեմ, որ հետազոտությունը, որ իրականացվել է, շատ լայնամասշտաբ էր եւ բոլոր մարզերը ընդգրկված էր, բայց մենք ունենք առանձնահատկություն, կարծում եմ դուք էլ շատ լավ գիտեք, որ մեզ մոտ Հայաստանում հիմնական գյուղատնտեսական արտադրանքի մրգի եւ բանջարեղենի արտադրության վայրը Արարատյան դաշտն է։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն օրինակ Արարատի եւ Արմավիրի մարզը շատ մեծ մասնաբաժին ունի եւ բնական է, որ մոնիտորինգի ընթացքում եւս նմուշների մեծ մասը վերցվում է Արարատի եւ Արմավիրի մարզից, որովհետեւ Լոլիկի, Վարունգի, Ծիրանի գյուղատնտեսական մեր արտադրության մեջ շատ մեծ ներդրում ունեն այս երկու մարզերը, բայց ասել, որ կոնկրետ ինչ որ մարզով է պայմանավորված, ոչ։ Դա պայմանավորված է ֆերմերների իրազեկման մակարդակով, թունաքիմիկատների ոլորտի վերահսկումով։ Հիմա տարական բան ասեմ, բոլորս էլ Հայաստանում ենք ապրում, բոլորս էլ շատ լավ գիտենք ինչպես է այս խնդիրները կարգավորվում։ Իդեպ ասեմ, ես երբեք Հռոմի պապից կաթոլիկ չեմ փորձել Երևան, մի տարի մտնում եմ մեր տուն եւ տեսնում եմ, որ մեր տանը դրված է քլորպիրիֆոս թունաքիմիկատ։ Բնական է միանգամից հայրիկից ասում եմ ինչի՞ էս քլորպիրիֆոս թունաքիմիկատը միթե դու իմ հաղորդումները չես նայում, ես ամեն օր բարձրաձայնում եմ այդ վտանգների մասին եւ բնականաբար հայրս լինելով Հայաստանում մշակույթին սովոր մարդ, ինչի եմ դա ասում, որովհետեւ Հայաստանում ինչպես են որոշում ծառը ինչպես սրսկել։ Մի տերև են պոկում, տանում են թունաքիմիկատի խանութ, ասում են հələ նայի էս, չգիտեմ, ոչիլի համար կամ էս միջատի համար կամ էս վնասատուի համար ինչ թունաքիմիկատ կտաս, խանութում ինչ տալիս են, բերում են իրենք տնդ սրսկում են։ Այսինքն սա շատ կարևոր է, քանի որ մենք շատ հաճախ գյուղատնտեսությունը ոչ թե պրոֆեսիոնալ ձևով ենք իրականացնում, այլ հարևանի խորհրդով, թունաքիմիկատի խանութի աշխատակցի, խնդրով պայմանավորված։ Մի տարօրինակ բան պատմեմ, քանի որ գիտեմ, որ հյուրերից մեկը նաև ագրոնոմիական ֆակուլտետից է եղել, ես էլ շատ լավ թիմում ագրոնոմ ունեմ, ով իդեպ շատ ակտիվ իրականացրել է այս աշխատանքները եւ ակտիվ մասնակցում է, վերջերս իր հետ քննարկում էինք, օրինակ թունաքիմիկատների խնդիրը։ Այս տարի եւս դե բնական է իրականացրել ենք մոնիտորինգ եւ օրինակ նույն քլորպիրիֆոս թունաքիմիկատը, որը ուղարկել էինք լաբորատոր փորձաքննության, ամենաբարձր քանակություն եկել էր կանաչու մեջ։ Բնական է ինձ որպես գիտնական այս ոլորտի շատ հետաքրքիր էր, ինչու օրինակ հենց կանաչու մեջ ի վերջո մրգերի վնասատները ավելի շատ են, ինչի պետք է կանաչեղենի մեջ ավելի շատ թունաքիմիկատ հայտնաբերվի։ Եվ երբ գործընկերս ներկայացրեց, ասեց, գիտեք, շատ կարևոր խնդիր կա այդ վերջում թունաքիմիկատերի դույլերը ինչ մնում է, ծառերը սրսկելուց հետո, ասում են դե լավ, մի հատ է կանաչիների վրա պահենք, կամ չգիտեմ, ինչ որ դույլը այգում են բնականաբար լցնում։ Սա էլ է շատ կարևոր, որտեղ ես իսկույն միանգամից տեղափոխվեցի իմ մանկություն, երբ մենք էլ ծառերը սրսկում էինք եւ հիշեցի, որ մենք եւս այդ թունաքիմիկատների մնացորդները միշտ վերջում պահում էինք կանաչիների վրա։ Այսինքն շատ կարևոր է մեր ոլորտի ուսումնասիրությունները եւ հանրային իրազեկումը, որպեսզի մարդիկ եւս իրազեկվեն, հավատացեք, ես որպես հետազոտող գիտնական, ոչ թե որպես տեսաբան, ամեն տարի սովորում եմ մեր հետազոտություններից, մեր ազգային սովորույթները, թունաքիմիկատների կիրառությունը, ի վերջո երկար տարիներ աշխատելով այս ոլորտում, նաև գիտեք, ես հաճախ օրինակ ինչ եմ անում, իմ սոցիալական ցանցի էջերում եւս նշում եմ, որ ես ձեզնից սովորում եմ շատ բան, նաև սնման սովորույթների հետ կապված, եւ մարդկանց կարծիքն եմ հարցնում, թե օրինակ ինչի՞ այս մթերքը չեն օգտագործում։ Սա շատ կարևոր է, օրինակ ես եթե մենք հետազոտություն չանեինք, ես չէի կարող իմանալ, որ օրինակ Հայաստանում մարդիկ շատ քիչ են օգտագործում գառի միս, չեն սիրում։ Եվ սպառողների մեծ մասը նշում է, որ չեմ մարսում կամ չեմ սիրում, ես հասկանում եք այն ամենը, ինչ որ ես սիրում եմ, ինձ թվում է, թե բոլորը պետք է սիրեն, բոլորը օգտագործեն կամ ձուկ չեն օգտագործում, որտեվ համ են առնում։ Կաթ չեն օգտագործում, որտեվ չեն սիրում կամ չեն մարսում։ Այսինքն ես միշտ ամեն տարի հետազոտություններից հետո նստում եմ, ինչպես դուք կկարդայիք մեր հաշվետվությունները, հավատացեք, ես էլ ձեր նման կարդում եմ, որպեսզի հասկանամ մարդկանց սնման սովորույթները, նախասիրությունները, պատճառները, որտեղ պատճառները եւս տարբեր կարող են լինել եւ օգտագործելու եւ չօգտագործելու եւ օրինակ բազմաթիվ սնման սովորույթներ կան, որը որ մենք օրինակ վերջին տարիներին հատկապես նկատում ենք, որ օրինակ մեր սերնդի մեջ բացարձակապես տարածված չի եղել, բայց արդեն ժամանակակից երիտասարդների մոտ շատ տարածված է, օրինակ նույն, չգիտեմ, այդ
էներգետիկ ըմպելիքները։ Ամեն ժամանակ նախ էներգետիկ ըմպելիքները ինքան թանկ էր, որ ոչ բոլոր ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ գնալ էներգետիկ ըմպելիք։ Տարածված չէր, ամենտեղ չէր վաճառվում։ Իսկ հիմա տեսնում ենք երիտասարդները ինչքան են օգտագործում այդ էներգետիկ ըմպելիքները։ Նույնը այ վերջերս որ գրառում էի արել այդ նույն ֆրեշների հետ կապված, հատկապես այդ օշարակներով ֆրեշները, որ շատ օգտագործում են սմուզիները, դարձյալ երիտասարդների շրջանակում շատ ավելի տարածված է։ Դա է հենց պատճառը, որ հենց նույն օրինակ ձեր գրասենյակից եթե դուրս գանք քայլենք, կենտրոնում տեսնում եք ամեն քայլափոխի բնականաբար բացված են համապատասխան կետեր, ինչը նշանակում է, որ նաև կա այդ պահանջարկը, եթե կա առաջարկը։ Եվ ամեն տարի նորից եմ կրկնում, մենք մարդկանց հետ սովորում ենք այս ամեն տարի հետազոտում ենք, ավելացնում ենք նաև մեր տվյալների բազան, որպեսզի կարողանանք ավելի համապարփակ գնահատում իրականացնել, եւ այս առումով մի կարևոր բան եւս ուզում եի ասել։ Տեսեք, օրինակ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի մրգի եւ բանջարեղենի սպառման հետ կապված մի հետազոտություն ունի, որը ի դեպ նաեւ հրապարակած է, երբ գնացել էի նախարարություն քննարկման, ասեցի ձեր հետազոտությունը միանշանակ կարող եմ ասել, որ այսինչ ժամանակահատվածից այսինչ ժամանակահատվածում է իրականացվել, բոլորը զարմացան։ Ասում են, ինչից իմացար։ Ասում, որովհետև մենք քանի որ տարին 12 ամիս ենք ուսումնասիրում մեր հայերի սննդակարգը, ես արդեն անգիր գիտեմ, որ սեզոնին մեր մոտ ինչպես է փոխվում։ Անգամ գիտեմ, որ օրինակ հայերը նախընտրելի գին ունեն ամեն ապրանքի համար։ Օրինակ ձմերուկը ամեն տարի սպասում են, որ գինը 200 դրամից էժանանա, նոր սկսում են ձմերուկը առնել։ Այսինքն նաև, չգիտեմ, սովորույթի ուժով, իհարկե բոլորը շեշտում են, որ պայմանավորված է, որ սեզոնին են սիրում ուտել, բայց դա բացարձակապես այդպես չէ, դա եւս փաստում են մեր հետազոտությունները, որովհետեւ եթե օրինակ տարի է եղել, երբ ներկրված լոլիկ է օրինակ ձմեռային ամիսներին ներկրվել եւ մարդիկ լիուլի առել են։ Լիուլի։ Այ հիմա օրինակ տեսնում եք, լոլիկի գինը այ վերջին օրերին բավականին բարձրացել է, բավականին եւ միանգամից ես տարի եղել, երբ օրինակ 500 դրամով ձմռանը ներկրված լոլիկ է վաճառվել եւ նկատել ենք, որ միանգամից այդ տարի լոլիկի սպառումը ավելացավ։ Նշանակում է, երբ էժան, լոլիկ է արկա, օրինակ ձմեռային ամիսներին, միանգամից սպառումը ավելանում է։ Այսինքն այնպես չէ, որ միայն պայմանավորված է, որ մարդիկ ապրանքը օգտագործում են սեզոնին, ոչ, մեր հետազոտությունները ավելի իրական պատկեր են ցույց տալիս։ Էներգետիկ ըմպելիքները հասկացանք, որ վնաս են, գիտենք ավելի կոնկրետ, իսկ մրգային ֆրեշները եւս վնաս են։ Տեսեք, մրգային ֆրեշների հետ կապված, քանի որ թեման այնուամենայնիվ միրգը եւ բանջարեղենն է, տեսեք, այն բոլոր օգտակար նյութերի մասին, որից որ մենք խոսում էինք, եւ հստակ առանձնացրինք, որ միրգը եւ բանջարեղենը մարդու սննդակարգում պետք է լինեն ամեն օր։ Մարդիկ կան, որոնց թվում է, որ եթե իրենք օգտագործում են սմուզիներ կամ օգտագործում են ֆրեշներ, դա փոխարինում է մրգերին։ Դա բացարձակապես այդպես չէ։ Նախ մեկ, որովհետև միրգը երբ մենք օգտագործում ենք, տեսեք, հատկապես եթե խոսում ենք բանջարեղենից, մենք ասում ենք, որ բանջարեղենը նաև մարդը պետք է օգտագործի հում, սա էլ է շատ կարևոր, այսինքն միայն եփված բանջարեղենի մասին չի խոսքը։ Ազատ շաքարների պարունակության առումով, երբ մենք օգտագործում ենք միրգ, այդ միրգը պարունակում է նաև բջջանք կամ բջջանյութ։ Եվ ձեր օրգանիզմը ստանում է այդ բջջանքը, սկսում է մարսողության process-ը եւ շատ կարեւոր նյութ եք դուք ստանում, բջջանքը եւ հետո դա մարսելուց հետո նոր սկսում եք յուրացնել շաքարը։ Իսկ այս ֆրեշները եւ սմուզիները հատկապես շուկաներում արկան, երկու տարատեսակ կա, իդեպ որքան օշարակի քանակը շատ է, այնքան էժան է։ Դե օշարակները շաքարի բարձր պարունակություն ունեն եւ ինչքան էժան մարդիկ բնականաբար այդ քաղցրացնող ազատ շաքարներ պարունակող օշարակներն են օգտագործում եւ արդյունքում ունենում ենք բավականին մեծ քանակությամբ շաքար, ինչու որովհետեւ չափաբաժինները մեծ են, դեպք կա օրինակ երբ պարունակում է 11 գրամ շաքար, դեպք ենք ունեցել մինչեւ 14-15 գրամ 100 գրամի համար։ Պատկերացրեք, եթե մարդը օգտագործում է 300 գրամ կամ 400 գրամ տարայով, բնական է արդեն շատ մեծ քանակությամբ շաքար է ստանում։ Դրա համար միշտ բոլորին նորից խորհուրդ ենք տալիս ամեն ինչ օգտագործել չափավոր, իսկ միրգը եւ բանջարեղենը պահել սննդակարգում ամեն օր։ Ֆրեշները, չրերը, մրգերին չեն փոխարինում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ եթե տեսակ իմ մեկնաբանության տակ եւս մարդիկ գրել էին, որ միրգը օգտագործում են ֆրեշների տեսքով։ Ֆրեշը
մրգի սպառմանը չի փոխարինում եւ միրգը բնականաբար շատ ավելի օգտակար է, քան ֆրեշը։ Ասում եք ամեն օր միրգ բանջարեղեն օգտագործեն, բայց վերջերս քանի որ վախեցրել եք մարդկանց, երևի կխուսափեն շատ օգտագործել, բայց իրական թունաքիմիկատների քանակը եթե այդքան շատ է, ինչ վնասներ կարող է հասցնել մարդուն։ Տեսեք, շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, բայց հստակ հաղորդման մեջ եւս նշել էինք, որ ռիսկեր առողջական առկա են միայն այն մարդկանց մոտ, որոնք մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն են օգտագործում։ Սա էլ է շատ կարևոր գիտական արդյունք։ Այսինքն մեր հետազոտությունները փաստում էին, որ այն մարդիկ, որոնք օգտագործում են չափավոր, բավարար քանակությամբ միրգ եւ բանջարեղեն, այո, այդ թունաքիմիկատը կա, բայց այդ թունաքիմիկատի քանակությունը, որը ներթափանցում է քո օրգանիզմ, ռիսկեր չի կարող առաջացնել։ Սա էլ է շատ կարևոր, որովհետև մենք օրինակ հաշվարկ իրականացրինք, արդյոք եթե Հայաստանի Հանրապետությունում ապրում է մարդը եւ բավարար քանակությամբ միրգ եւ բանջարեղեն է օգտագործում, իր մոտ առողջական խնդիրներ կլինեն եւ բացահայտեցինք, որ ոչ, չի առողջական խնդիրներ չեն առաջանում եւ հետազոտության մեջ հստակ տրված էր 20%-ի մոտ էինք մենք հայտնաբերել ռիսկեր։ Ավելին մենք եթերում անգամ այդ բառը ռիսկ չենք օգտագործել, որտեղ թունաքիմիկատների համար օգտագործում է մտահոգության շեմ։ Սա էլ է շատ կարևոր, այսինքն կան միջազգային ուղեցույցներ, որոնք ասում են, որ եթե օրինակ մարդը այսքան քանակությամբ թունաքիմիկատ է ստանում, արդեն մտահոգության շեմ է։ Մենք հենց այդ բառն էլ օգտագործել ենք, դրանք այն մարդիկ էին, որոնք օրական 1 կիլոգրամից ավել օգտագործում էին միրգ եւ բանջարեղեն։ Հատկապես տեսեք, մենք երբ դասակարգում ենք միրգը եւ բանջարեղենը, սա էլ է շատ կարևոր, մենք պարտավոր ենք առաջնորդվել միջազգային ուղեցույցներով։ Իսկ միջազգային ուղեցույցներով ձմերուկը համարվում է միրգ։ Սա էլ է կարևոր, այսինքն մարդիկ, հա, միշտ ասում են դե ձմերուկը բանջարեղեն է, ավելին մեր սպառման հետազոտությունների մեջ չի ներառվում կարտոֆիլը։ Մենք կարտոֆիլը որպես բանջարեղեն չենք ուսումնասիրում, մենք ուսումնասիրում ենք որպես պալար, քանի որ կարտոֆիլը ավելի շատ օսլա է պարունակում, իսկ մենք բանջարեղենը ես իմ խոսքում եւս նշեցի, որ վիտամիններ է պարունակում, այսինքն մենք տարանջատված սննդագիտական հետազոտությունները մենք իր սննդային խմբերով ենք իրականացնում, սա էլ է շատ կարևոր, որովհետեւ մարդիկ կան, որ ասում են, հա, ես իմ բանջարեղենի նորման ստանում եմ եւ երբ հարցնում ենք օրինակ որ մթերքով է ստանում, նշում ենք կարտոֆիլը։ Կարտոֆիլը մենք չենք դասակարգում այդ թարմ մրգի եւ բանջարեղենի մեջ, հատկապես գիտեք, որ մենք հայերս կարտոֆիլը եփած ենք օգտագործում, սա էլ է շատ կարևոր, իսկ ես արդեն մեկ անգամ շեշտեցի, որ մենք ամեն օր պետք է օգտագործենք նաեւ թարմ բանջարեղեն, այսինքն թարմ կանաչի, թարմ վարունգ, թարմ կաղամբ, որ նշեցի, այսինքն ոչ ջերմային մշակված, ոչ եփված բանջարեղեն։ Սրանք շատ կարևոր հետազոտություններ են, որովհետև ինչպես արդեն շեշտեցի, հատկապես նկատեցինք, որ ռիսկերը առկա են շատ խաղող օգտագործողների մոտ, որտեղ չափաբաժինը մեծ է, շատ ձմերուկ օգտագործողների եւ սեղ դարձյալ մեծ չափաբաժիններով պայմանավորված։ Դրա համար ֆիլմում եւս ես եւ գործընկերներս շեշտում էինք, որ օրինակ մեր մոտ այս հետազոտություններից հետո էականորեն կրճատվեց ձմերուկի սպառումը, որովհետև դե պարզ է հետազոտությունը անում ես, տեսնում ես, որ հիմնական ռիսկերը այդ մթերքի հետ է պայմանավորված, որը մենք բոլորը շատ լավ գիտենք, որ հայերս մեծ քանակներով ենք օգտագործում ձմերուկ, մեծ չափաբաժիններով, պես մեծ ձմերուկը կարող ենք հատկապես ամռանը, հա, կտրատել, դնել սեղանին եւ, չգիտեմ, եւ որպես դեսերտ, եւ որպես միրգ, եւ որպես, չգիտեմ, հովացնող մթերք, մենք տենց առանձնահատուկ բոլորը շատ սիրում ենք ձմերուկ, իհարկե ձմերուկը շատ օգտակար է, պարունակում է վիտամիններ, բայց չպետք է նաև մոռանալ, որ ձմերուկը պարունակում է նաև շաքար։ Սա էլ է շատ կարևոր, այսինքն երբ որ մենք մեծ քանակով սկսում ենք օգտագործել, նաև մենք բոլորը շատ լավ գիտենք, որ մարդու սննդակարգը պետք է բաղկացած լինի եւ սպիտակուցներից, եւ ճարպերից, եւ ածխաջրերից, սա էլ է շատ կարևոր։ Ինչու եմ ասում, որովհետեւ նայեք, երբ մենք մեկ մթերք կապ չունի ինչն է, օրինակ մարդկա գիտեք, շատ հաց է օգտագործում, մարդկա շատ լավաշ է օգտագործում, ցանկացած մթերք, երբ որ դուք սկսում եք օգտագործել մեծ քանակով, հավատացեք ինձ, տեղում որևէ ռիսկ դուք ավելացնում եք։ Կապ չունի միրգ բանջարեղենն է, թե այլ խումբ է։ Հիմա տեսեք նույն հացը մեր։ Հացը իհարկե, եթե դուք ինձ հարցնեք լավ բան եք, ասեմ աշխարհի ամենալավ բաներից մեկն է հատկապես լավորակ հացը, բայց մեր հայկական հացը օրինակ ունի աղի բավականին բարձր պարունակություն։ Մեր լավաշը եւս ունի աղի բավականին բարձր պարունակություն։ Հիմա պատկերացրեք, եթե մենք ունենք հաց, որի 100 գրամը պարունակում է 2 գրամ աղ։ Մարդը եթե ուտի 300 գրամ հաց, կստանա 6 գրամ աղ, իսկ մարդու օրական թույլատրելի շեմը աղի 5 գրամն է։
Այսինքն 300 գրամ հացով միայն աղի իշխեմը ինքը կգերազանցի։ Մեր բոլոր հետազոտությունները, բոլոր, անկախ նրանից, չգիտեմ, հակաբիոտիկի պարունակությունն ենք նայել։ Օրինակ նայել ենք հավի մեջ հակաբիոտիկ։ Մտահոգություն եղել է միայն այն խմբում, որ ամեն օր մեծ քանակությամբ հավի կրծքամիս է օգտագործում, գիտեք, այն սպորտսմենները, չգիտեմ, մարզասրահ այցելողները։ Մենք բոլոր հետազոտությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ չափավոր նորմալ օգտագործողների մոտ միշտ ռիսկը թույլատրելի շեմում է լինում։ Միշտ մտահոգություն առկա է տվյալ մթերքը շատ քանակներով եւ բարձր հաճախականությամբ օգտագործող մարդկանց շրջանակում։ Հենց դրա համար ենք միշտ բոլորին խորհուրդ տալիս սնվել բազմազան։ Սա շատ կարևոր է հանրության համար, որովհետեւ գիտեք, անկեղծ պետք է նաեւ ձեզ մի բան ասեմ, երբ մենք ինքներս հետազոտություն ենք անում, վերջերս նկատել ենք մի կարևոր բան, որ բնական է արդեն քո գիտակցության վրա մտնում է արդեն ընդհանուր ենթագիտակցության մակարդակ այդ հետազոտությունը, որովհետև եթե դու կոնկրետ գիտես, որ օրինակ այս մթերքը եթե օգտագործես, մի օրինակ պատմեմ, բավականին հետաքրքիր է այս դեպքը, երբ օրինակ պետական վերահսկողություն էր իրականացվել եւ ձկան մեջ հայտնաբերվել էր մալախիտ կանաչ։ Մալախիտ կանաչը ներկանյութ է, որ օգտագործվում է մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարում, եւ մենք դեռ ռիսկի գնահատում չէինք իրականացրել։ Ես բնական է հենց լսեցի, որ այդպիսի վնասակար նյութ է, բավականին երկար ժամանակ սկսել էի արհեստական լճակային տնտեսությունների մաչեցված զուգ չօգտագործել։ Հետո երբ այցելեցինք Իտալիա, առողջապահության ազգային ինստիտուտի գործընկերներին խնդրեցի, որ համատեղ ռիսկի գնահատում իրականացնենք, եւ այդ ռիսկի գնահատումը ցույց տվեց, որ Հայաստանում մենք այնքան քիչ ենք օգտագործում արհեստական այդ լճակային տնտեսությունները մաչեցված զուգը, որ այդ քանակները որևէ հանրային առողջապահական խնդիր չեն կարող առաջացնել, որովհետև դուք է շատ լավ գիտեք, որ հնարավոր չի մենք ամիսը 1-2 անգամից ավել այդ արհեստական լճակային տնտեսությունները ընդհանրապես հայերը շատ զուգ չեն օգտագործում, իսկ հատկապես այդ արհեստական լճակային տնտեսությունների զուգը մենք անգամ հոդված ունենք հրապարակած, գրել ենք բանկետային ուտելիք, որովհետև ավելի շատ գիտեք տոնակատարություններին է, չգիտեմ, ռեստորաններում, տաններ պիտի ինչ-որ առիթ ունենան, կարողություն ունենանք եւ այդ քանակներով սպառումը որևէ առողջական խնդիր չի կարող առաջացնել։ Ես այդ հետազոտությունից հետո նորից սկսեցի վերականգնել իմ ձկան սպառման սովորույթը, որովհետեւ շատ սիրում եմ ձուկ, ավելին մեր ձուկը շատ համեղ է, մեր խոհարարներն էլ շատ համեղ պատրաստում են, մեր հյուրերն էլ ամեն անգամ գալիս են, հիանում են այդ ձկան համով, դրա համար ես հիմա բոլոր հյուրերին խորհուրդ եմ տալիս մեր ձուկը օգտագործել առանց որևէ խնդիր եւ առանց որևէ սահմանափակման։ Տեղական միրգ բանջարեղենում ներկանյութ շատ են օգտագործում։ Մեր տեղական միրգ բանջարեղենում ներկանյութերի օգտագործման դեպք չի բացահայտվել, նաև պետական մոնիտորինգը, որ կիրառվում էր, իրականացվել է թունաքիմիկատների մասով։ Տեսեք, ներկանյութերը եւ այդ ներկանյութերի կիրառման դեպքերը հիմնականում, գիտեք, լինում են ներկրված ապրանքների վրա, երբ բավարար քանակությամբ դեռ հասունություն չի ունենում եւ օգտագործում են ապրանքային տեսք հաղորդելու նպատակով։ Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետության միրգը եւ բանջարեղենը շատ համեղ է, շատ գեղեցիկ ապրանքային տեսք ունի, մեր կեռասն է շատ գեղեցիկ, մեր ծիրանն է շատ գեղեցիկ, ընդհանրապես հյուրերը եւս միշտ նշում են, որ Հայաստանում շատ համեղ է միրգը, բանջարեղենը, փառք Աստծո, մեր բնակլիմայական պայմանները, մեր արևային օրերի քանակը հնարավորություն է տալիս մեզ Հայաստանում ունենալ շատ համեղ միրգ եւ բանջարեղեն եւ նորից եմ ասում դարձյալ Այո, մենք հետազոտության արդյունքում եկել ենք այն եզրանկման, որ կան խնդիրներ, բայց այդ խնդիրները կառավարելի են։ Սա էլ է շատ կարևոր, այսինքն որևէ ավելորդ խուճապի կարիք չկա, վերջերս դարձյալ մի տեղ կարդացի մեկնաբանություն, որ ես արդեն խուսափում եմ մրգից եւ բանջարեղենից, մեր նպատակը բացարձակապես խուճապը չի, ոչ էլ որ մարդիկ միրգից եւ բանջարեղենից խուսափեն։ Մենք հստակ շատ կարևոր եզրահանգման ենք եկել։ Որևէ բավարար քանակությամբ միրգ եւ բանջարեղեն օգտագործողի մոտ հանրային առողջապահական ռիսկ չկա։ Ինչպես լվալ միրգը եւ բանջարեղենը, որպեսզի օրգանիզմին վնաս չլինի։ Այս արդեն շատ կարևոր հարց է եւ մասնագետների կողմից դարձյալ ես կարդացի վերջերս ոչ ճակերտավոր մասնագետների կամ ոչ մասնագետների կողմից շատ սխալ մեկնաբանություններ։ Տեսեք, միրգը եւ բանջարեղենը պետք է լավ լվանալ։
եւ բնական է մենք գործ ունենք մրգի բանջարեղենի հետ, վնասատների, հողի, նաեւ թունաքիմիկատի, այսինքն մենք գործ ունենք խմբի հետ, որը անհրաժեշտ է լավ լվանալ, որպեսզի մենք մեր եւ մեր ընտանիքի անվտանգությունը ապահովենք։ Օճառով էլ են լվանում։ Ես կարդացի մեկնաբանություն, որ ճիշտ է լվալ օճառով, հիմա հայտարարում եմ, որ օճառով լվանալուց դուք միայն ավելի վնասակար եք դարձնում, որևէ դեպքում չի կարելի օգտագործել օճառ։ Ուրեմն լավագույն տարբերակը լվանալու դա թույլ քացախաջուրն է կամ թույլ սոդայաջուրն է։ Սա լավագույն միջոցն է բնական, նախ շատ լավ է լվացվում, հատկապես եթե օրինակ օգտագործելուց առաջ, դնում եք թույլ քացախաջրի մեջ, այնուհետև գոլ ջրի հոսող տակ լավ լվանում եք, դուք կտեսնեք, թե ինչքան հեշտ է լվանալ, սա էլ է շատ կարևոր հանգամանք, բայց վերջերս նաև մի գիտնականի կողմից հզորագույն բացահայտում կարդացի, որը գրել էր այդ նյութի հետ կապված, որևէ մտահոգվելու խնդիր չկա, որովհետև ջրի տակ պահելուց բոլոր թունաքիմիկատները դուրս են գալիս մրգից եւ բանջարեղենից։ Ես շատ ուրախ կլինեի, որ ծորակի ջրի տակ լվանալուց թունաքիմիկատները դուրս գային, հավատացեք, Հայաստանում ավելի ուրախ մարդ կան ես եմ չեր լինի, բայց ցավոք սրտի, հատկապես ներբույսային թունաքիմիկատները բնական է միայն արտաքին շերտում չեն, եւ սա շատ կարեւոր է։ Տեսեք, կան արդյոք տեխնոլոգիաներ կամ վերամշակման մեթոդներ, որոնք նվազեցնում են քանակը, այո։ Օրինակ, եթե գիտենք, որ կեղևի մեջ ավելի բարձր պարունակություն է, օրինակի համար, եթե դեղցը կլպում ենք կամ օրինակի համար խնձորը կլպում ենք, այո, բնականաբար պարունակությունները ավելի կպակասեն։ Հատկապես նեյրոտոքսիկ թունաքիմիկատները երեխաների համար վնասակար են, որովհետև երեխաների օրգանիզմում քաշը ավելի փոքր է եւ հատկապես հղիները եւ փոքր երեխաները ֆոսֆորօրգանական խմբի թունաքիմիկատների նկատմամբ ունեն զգայունություն եւ այս առումով շատ կարեւոր է, որ հատկապես երեխաների համար մենք լավ լվանանք, պատշաճ լվանանք, հնարավորության դեպքում նաեւ կլպենք, հետո նոր տանք երեխաներին եւ երկրորդ կարծում եմ բոլոր այն երեխաները, որոնք ունեցել են տատիկ-պապիկ, որոնց այգում եղել է ծառ, ես ճիշտ է ծնվել մեծացել եմ Երևանում, բայց մենք միշտ ունեցել ենք ծառ, հիմա եւս ունենք ծառ եւ շատ լավ հիշում եմ, որ տատիկս երբեք մեզ թույլ չէր տալիս ցոգոլ ուտել, երբ ծառերը սրսկված էր եւ ինչպես ասում է, հա, ժողովրդական խոսքը, գիտեք, ասում է պարավը գիտուն չի, բայց փորձ ունի, հետեւապես եթե տարիներ շարունակ մարդիկ իմացել են, որ սրսկած ծառը բնականա թունաքիմիկատով մշակված հատկապես երեխաներին չի կարելի տալ, որովհետև կարծում եմ բոլորը շատ լավ հիշում են, որ տատիկները ասում են աման կթունավորվես եւ երեխաները երբ որ չէին լսում շատ լավ հիշում են, որ անպայման թունավորվում էին, հատկապես եթե 1-2 օրեր անցած լինում, սրանք շատ կարևոր խնդիրներ են եւ հանրային իրազեկումը նորից եմ կրկնում շատ կարևոր է, որովհետեւ Հայաստանում եւս նկատած կլինեք հիմա այն ծառերի թունաքիմիկատներով մշակման սեզոնում փողոցներում անարգել վաճառում են այդ ցոգոլները։ Բնական է, եթե դրանք գնան լաբորատոր փորձաքննության, մեծ մասի մեջ կհայտնաբերվի թունաքիմիկատի գերազանցող դեպք, որովհետեւ թունաքիմիկատի ժամկետը անցած չի լինի։ Այսինքն խանութներում էլ որ բերում են դեռ ծիրանը չկա, ցողոլ են վաճառում, դա ցավոք սրտի մեծ մասը եթե մտնեն լաբորատոր փորձաքննության, քանի որ մշակումից հետո այն ժամանակաշրջանը, երբ բույսը պիտի հասունանա, որ թունաքիմիկատը դուրս գա բույսի մեջից, հիմնականում անցած չի լինում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի հետ։